Ինչքան էլ հերքեն, ակնհայտ է Թուրքիայի եւ Ադրբեջանի այսպես շահագրգռվածությունը, որ այո Հայաստանում պիտի լինի այս իշխանությունը գոնե դեռևս 1 տարի։ Երևի դու մի շատ կարևոր բան չես հիշում, ես քեզ հիշեցնեմ, երբ ընտրությունները 21-ին ավարտվեցին, թուրքական մամուլը շատ հետաքրքիր բնորոշում տվեց, հաղթեց Սառնարանի իշխանությունը, պարտվեց պատերազմի իշխանությունը։ Այսինքն Քոչարյանը պատերազմի իշխանությունն էր, սա է Սառնարանը հիմա հաղթած։ Հա, չէ, բայց նրանք իբր գալու էր մեզ հետ նորից ռևանշ, պատերազմ, հիշում ես նրանց բաները, հա, թեժի վրա էլ պահում են։ Հիմա Նիկոլ Փաշինյանը էլի փաստորեն Սառնարանի իշխանության դեմքով է ներկայանում, Սառնարանի մեջ էլ բան կոմֆորտ, խաղաղությունա թե չէ։ Այդ ոչ մեկ չի կարող ասի, խաղաղությունը կախված չի քվեարկության արդյունքներից, սիրելիներս, խաղաղությունը կախված է բացառապես Ալիևի կամքից եւ մեր պահվածքից։